Բարի աղբերես։ Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը շարունակվում է մեզ մոտ եւ տեսնում ենք հիմա մեկնարկելու է մեզ մոտ փոքր լիգայից հանդիպում եւ մրցում են միմյանց հետ Ռեալ Մադրիդը եւ Մայնցը տեսնում ենք որ խաղը մեկնարկեց Սա երկրորդ հանդիպումն է արդեն փոքր լիգայում, փոքր լիգայի փլեյոֆում, հարգելի ֆուտբոլասերներ, երեկ կայացավ առաջին հանդիպումը, Արցախը խոշոր հաշվով հաղթեց Երևանին, հիմա էլ պայքարում են Ռեալ Մադրիդը եւ Մայնցը միմյանց հետ, տեսնենք թիմերը միմյանց ինչ կառաջարկեն, հիմա անցնենք թիմերի հայտարարություններին, Ռեալի դարպասը պաշտպանում է համար 1 Սոհիլ Ալի Ռեզան, համար 5 Անուշավա Եղիազարյան, համար 9 Արսեն Աբովյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 99 Հարութ Խաչատրյան, համար 11 Գրիգոր Սարայան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան, համար 23 Գոր Մանուչարյան, համար 28 Արմեն Ապերյան ներողություն եւ համար 93 Արսեն Հակոբյան Տեսնում ենք Ռեալն է իր առաջին գրոհը կազմակերպում, բայց պաշտպանը հեռացրեց եւ այս խաղի առաջին անկյունայինն է լինելու, այս ստանդարտից հետո ներկայացնեմ Մայնցի հայտարարությունը Փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացնում է գնդակը Սարգսյանը եւ շարունակում է հիմա մնալ Ռեալի մոտ գնդակը, բայց այստեղ չստացվեց երկրորդ տեմպով գրով շարունակել, հիմա էլ կարող են հակագրոհել, տեսնում ենք Մայնցի ֆուտբոլիստները բայց այստեղ էլ լավ են պաշտպանում հիմա պաշտպանությունում գործուն Ռեալի ֆուտբոլիստները Ներկայացնեմ Մայնցի հայտարարությունը Մայնցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյանը, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեղամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, տեսնում ենք առաջին հարվածը տեղի ունեցավ այս խաղում Ռեալ Մադրիդը կարողացավ հարված կատարել, բայց նորից անկյունային է լինելու Մայնցի դարպասին, համար 10 Կարո Ավակյան, համար 11 Դավիթ Պերիխանյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 22 Արսեն Հովանիսյան, համար 23 Վարդան Հովանիսյան և համար 99 Նշան Մարկոսյան։ Տեսանք այս խաղի առաջին հարվածը ներողություն իսկ խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը այս խաղի առաջին հարվածը տեսանք Ռեալ Մադրիդը կազմակերպեց բայց պաշտպանների վրա հարված կատարեց Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը ակտիվ են տեսնում ենք մեկնարկել թիմերը հիմա էլ հարված է կատարում Եվ հիմա փրկվում է այստեղ Ռեալ Մադրիդը, երկու հարված անընդմեջ կատարեց այստեղ տեսնում ենք Մայնցը և չկարողացան գրավել Ալի Ռեզայի դարպասը, վտանգավոր էր տեսնում ենք Մայնցի գրոհը
Այլ հեռար արված և փրկում է այստեղ էլ Արտակ Համբարձումյանը իր թիմին վտանգավոր էր հեռվից հարված կատարեց Արնուշավան Եղիազարյանը այլ անցնում է գրոյի Մայնցը տեսնում ենք տեմպը բարձր է այս րոպեների ընթացքում թիմերը փոխնիփոխ գրոներ են կազմակերպել փոխանցում է փնտրում Դավիթ Պերիխանյանը թողնում է թիմակցին, այստեղ է լավ պաշտպանվեց Հարութ Խաչատրյանը Եվ հիմա էլ Ռեալն է շարժվում առաջ երկար փոխանցում դեպի Թիմակից այստեղ նորից խաղարկում են Ռեալի ֆուտբոլիստները գնդակը Տեսնենք Արսեն Հակոբյան փոխանցում հեռացված է գնդակը շարունակում է հարված նորից փակեց պաշտպանը այս հարվածի ճանապարհը եւ նորից հեռացված է գնդակը Եվ ի վերջո տեսնում ենք այս դրվագը գալիս է դիտելու խաղի մրցավարը տեսնենք ի վերջո ինչ կնշանակի Տեսնում ենք խաղի մրցավարը խաղի դրվագը դիտեց և 11 մետրանոց է նշանակել Մայնցի դարպասի և դեղին քարտ է ցույց տալու Կարծես թե Էրիկ Խաչատրյանին Վագն Ակուլյանը լավ հնարավորություն է ստացել արագ մեկնարկում հանդիպման հաշիվը բացելու Ռեալ Մադրիդը Տուգանային հրապարակում տեսնում ենք, որ խախտեց կանոնները Էրիկ Խաչատրյանը Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստի նկատմամբ Հիմա տեսնենք ի վերջո ով է հարվածելու Հիմա Կասուլիչը հարված և փրկում է Արտակ Համբարձումյանը իր թիմին և հիմա էլ նետվում է գրոյի տեսնում ենք Մայնցը շարժվում է առաջ աչեզրով տեսնում ենք Մայնցի խաղացողը փոխանցել է պետք փոխանցում Մարկոսյանին Մարկոսյան հարված հիմա էլ պաշտպանն է փակում այս հնարավորությունը չկարողացավ Ռեալ Մադրիդը գոլի վերացել 11 մետրանոցից վրիպեց Հիմա էլ վտանգավոր է և գոլ, հաշիվը բացված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, Մայնցն է հիմա էլ դա հաշիվը բացում չստացվեց Ռեալ Մադրիդի մոտ, ստացվեց Մայնցի ֆուտբոլիստների մոտ, գոլի հեղինակ է դառնում մեզ մոտ Վարդան Հովհաննիսյանը Հիմա տեսնում ենք խաղի մրցավարը դաշտի կենտրոնը ցույց տվեց և հանդիպման հաշիվը բացված է 7-րդ րոպեի դրությամբ և Մայնցը առաջ է անցնում Ռեալ Մադրիդից և Ռեալ Մադրիդը վրիպեց 11 մետրանոցից շատ արագ հակագրոյի նետվեց Մայնցը և կարողացավ իր գրոհը գոլի վերացել հիմա նրանք առջևում են Ֆուտբոլային օրենքը, այսպես ասած, այստեղ գործես, դուք չեք խփում, ձեզ են խփում, հիմա Մայնցը արդեն առավելություն է ստացել Ռեալ Մադրիդի նկատմամբ Հարված այստեղ փրկվում է հիմա նորից Ռեալ Մադրիդը Մանշան Մարկոսյանն էր հարված կատարում շեղ ընթացավ հիմա արագ խաղարկեցին
Այստեղ գնդակը Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները վտանգավոր կարող լինել հարված փակում է հարվածի ճանապարհը Դավիթ Գևորգյանը նորից Ռեալն է գրոհում, բայց չստացվեց այստեղ հարված կատարել Գրիգոր Սարայանին Տեսնում ենք մանր խաղարկումները փորձում են շարժվել առաջ Մայնցի ֆուտբոլիստները փոխանցում այստեղ Խաչատրյանն է լավ գործում պաշտպանությունը մնում է հիմա Մայնցի մոտ գնդակը տեսնենք կարող է հարված լինել հարված փրկում է Ալի Ռեզան իր թիմին շարունակում է մնալ Մայնցի մոտ նորից հարված Ռեզան է նորից փրկում երկու հարված Ալի Ռեզայի դարպասին բայց երկու գեղեցիկ սեյվ կատարեց Ռեալ Մադրիդի դարպասապահը այստեղ Խաղի կանոնների խախտում նկատվեց այստեղ Դավիթ Պերիխանյանի հետ պայքարում Նշեմ ինչպես են ավարտել խմբային փուլը թիմերը իրենց աղյուսակում Մայնցը 17 խաղից հետո 22 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականում իսկ Ռեալ Մադրիդը իր խմբում 11-րդ հորիզոնականում է գրավեց 17 խաղից 25 միավոր վաստակից մանրակ փոքր լիգայում են հայտնվել տեսնենք ինչպես կպայքարեն նրանք խաղաղ եզրափակում այս պահին 1-0 հաշվով հաղթում են Մայնցի ֆուտբոլիստները, բայց հավասար պայքար է ընթանում դաշտում։ Դեռ այս մրցավեճի առաջին խաղն է, երկրորդ խաղը այս պահին կա, ամեն ինչ հնարավոր է դեռ շատ ժամանակ կա այս հանդիպման ավարտին նորից կորցրեցին գնդակը Մայնցի ֆուտբոլիստները շարժվում է առաջ հիմա Ռեալ Մադրիդը Անուշան Եղիազարյան, Անուշան Եղիազարյան փոխանցում մյուս եզր, տեսնենք փոխանցում, այստեղ Էրիկ Խաչատրյանն է լավ գործում պաշտպանությունում, խաղարկում է Պերիխանյանի հետ, շարժվում է առաջ, Պերիխանյանը աջ եզրում է արդեն հայտնվել, սխալվեց փոխանցում կատարելիս Պերիխանյանը, բայց սխալը իր ուղղեց, նորից Պերիխանյան Թողնում է Հովանիսյանին հարված փակեց հիմա պաշտպան այս հարվածի ճանապարհը եւ անկյունային է վաստակել այստեղ Մայնցը Արկեցին Մայնցի ֆուտբոլիստների եզրային նետումը շարունակում է իրենց մոտ մնալ գնդակը հերվից հարված եւ շեղ ընթացավ հիմա հարվածը Մայնցի ֆուտբոլիստի Լարակ խարկեցին ռեալի տղաները գնդակը արված և գոլ տեսնում ենք հանդիպման հաշիվը հավասարեցված է 1-1
Երիկ Մանուկյան 1-1 հանդիպան հաշիվը հավասարեցված է մեզ մոտ հրաշալի փոխանցում կատարեց Անուշավան Եղիազարյանը դեպի թիմակիցը եւ Մանուկյանն էլ գեղեցիկ եզրափակում կատարեց այս դրվագում Այմա այս դիմակայության հաշիվը 1-1 է Մոտ 10 րոպե արդեն մնացել սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսի ավարտին Երկար փոխանցում նորից դեպի Մանուկյանը ձախքեզնում է, բայց Խաչատրյանն է նրա դեմ պայքարում լավ այստեղ գործում եւ հարված ենք տեսնելու Արտակ Համբարձումյանի դարպասից արագ խաղարկեց հիմա սխալվում է Արտակ Համբարձումյանը հարված փրկեց Համբարձումյանը վերջի պահին հարված Մանուկյան եւ փրկվում է հիմա Մայնցը տեսնում ենք Համբարձումյանի մեկ սխալից կարող էր պատժվել Մայնցը բայց Առաջին դեպքում փրկեց իր թիմին Արտակ Համբարձումյանը, երկրորդ դեպքում էլ Երիկ Մանուկյանը շատ շեղ հարվածեց, նա նորից Ռեալն է գրոհում, նորից Ներողություն Խաչատրյանն է հայտնվել հարձակվողի դիրքում եւ կարողանում է անկյունային վաստակել այստեղ Ռեալ Մադրիդը Փոխանցում Տուգանային հրապարակ Անուշավան Եղիազարյանի հարված այստեղ չստացվեց եւ հիմա էլ Մայնցն է փորձում իր գրոհը կազմակերպել Վարդան Հովհաննիսյան երկար փոխանցում դեպի թիմակիցը բայց Խաչատրյանն է հիմա պաշտպանությունում լավ գործում եւ նորից խլեց գնդակը Ռեալ Մադրիդը Խաչատրյանն է հիմա կենտրոնում Հարկեց Մանուկյանի հետ, Մանուկյան բերրար հարված, բայց Խաչատրյանը հարկեց այս հարվածի ճանապարհը շարունակում է մնալ գնդակը Ռեալ Մադրիդի մոտ Նորից Մանուկյան կարող է Էրնվից հարվածել, նորից հարվածեց, բայց այս անգամ էլ Հովհաննիսյանն է իր վրա վերցնում լավն են հեռար հարվածները Երիկ Մանուկյանի Վերջինիս փոխանցումն էլ այստեղ չստացվեց Բայց արագ Ռեալը խլեց գնդակը Շարժվեցին առաջ նորից Ռեալի տղաները հարված եւ գոլ 2-1 Ռեալը կարողանում է առաջ անցնել խաղի մեջ Նշանը եկել է։ Գծով, խաղա։ Արդեն տեսնում ենք, որ Ռեալ Մադրիդը այս խաղում առաջի անգամ առաջ է անցել հաշվի մեջ, նա վտանգավոր կարող է շատ արագ հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Մայնցը տեսնում ենք մեծ առավելություն ունի այս մի քանի րոպեների ընթացքում Ռեալ Մադրիդը նորից շարժվում են առաջ։ Եվ այստեղ նորից Խաչատրյանն է հիմա լավ պաշտպանվում, խլում գնդակը։
Հիմա էլ կոպիտ գործեց աչ եզրում Էրիկ Մանուկյանը, Էրիկ Խաչատրյանի հետ պայքարում եւ խաղիկաուները խաղաղտել են Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը։ Տեսնում ենք դեռ Խաչատրյանը խոտածածկին է, ծանր վնասվածք է ստացել։ Շարունակվում է հիմա խաղը, երկար փոխանցում, բայց այս փոխանցումը հասցեատեր չունեցավ եւ հարված է լինելու Ալի Ռեզայի դարպասից։ Էլ կորցնում է գնդակը Ռեալ Մադրիդը դաշտի կենտրոնում հիմա Մայնցն է գրոյելու Մշան Մարկոսյանն է ձախ եզրում Մարկոսյան գեղեցիկ անցում փոխանցում եւ Կարապետ Կիրակոսյանը ինչպիսի դիրքից է հիմա վրիպում ուղակի դատարկ դարպասը չկարողացավ գրել բարձր հարվածեց Մայնցի հարձակվողը լավ հնարավորություն էր ստացել մինչև ընդմիջում Մայնցը հավասարեցնելու հանդիպման հաշիվը բայց Կիրակոսյանի հարվածը ուղակի շատ բարձր ընթացավ Մենք տեսնում ենք, որ տուգանային հարված են վաստակել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում, այս փոխանցումն էլ տեսնում ենք, որ հասցեատեր չունեցավ սիրելի ֆուտբոլասերներ։ Գերամ Սարգսյանի երաշալի փոխանցումը դիմացին այստեղ չկարողացավ հարված կատարել դիմակիցը եւ վերջ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ 2-1 հաշվով Ռեալ Մադրիդը հաղթում է Մայնցին ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկել է եւ առաջին կեսից հետո Ռեալ Մադրիդը հաղթում է 2-1 հաշվով հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց սկզբում տեսանք որ 11 մետրանոցից վրիպեց Հիմա վտանգավոր եմ տեսնում ենք առաջին րոպեին կարող էին նորից Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները գոլեղանք դառնալ, բայց չստացվեց նրանց մոտ վրիպեց 11 մետրանոցից Արսեն Հակոբյանը հետո շատ արագ այնուհետև Մայնցը կարողացավ բացել հանդիպման հաշիվը, բայց մեծ ճնշման ներքո գործեց Ռեալ Մադրիդը ու կարողացավ ի վերջո երկու գոլ հեղինակել առաջին խաղակեսում եւ այս պայն հաղթում է Մայնցին տեսնում ենք որ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը նորից գրոհում է Ռեալ Մադրիդը հարված փակում է հիմա պաշտպան այս հարվածի ճանապարհը
Հիմա արագ վերիշենք թիմերի հայտարարություններին Ռեալ Մադրիդի դարպասը պաշտպանում է համար 1 Սուահիլ Ալիրեզան, համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 9 Արսեն Աբովյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 99 Հարութ Խաչատրյան, համար 11 Գրիգոր Սարոյան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան, համար 23 Գոր Մանուչարյան եւ համար 28 Արմեն Հապերյան եւ համար 93 Արսեն Հակոբյան։ Հիմա լերվից հարված Գրիգոր Սարոյանն էր հարվածում, բայց Սարոյանը ներողություն, բայց բարձր ընթացավ նրա հարվածը։ Մանցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյանը, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեգամ Սարգսյան, համար 8 Հայկ Բկրչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Կարո Ավակյան, համար 11 Դավիթ Պերիխանյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 22 Արսեն Հովանեսյան, համար 23 Վարդան Հովանեսյան, համար 99 Նշան Մարկոսյան։ Այլ Mainz-ն է գրում եւ հարված փրկում է Ալիրեզան իր թիմին։ Բայց կարողացավ իմացնել Իսադաշտը Ռեալ Մադրիդը շարունակում է նրանց գրով, բայց Գեգամ Սարգսյանը լավ գործեց պաշտպանությունում, հիմա էլ նա է շարժվում առաջ, փոխանցել է պետք, թողնում է թիմակցին։ Հարված եւ շեղ ընթացավ հիմա էլ Mainz-ի ֆուտբոլիստի հարվածը։ Տեսնում ենք շատ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը թիմերը։ Աբովյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտեցին, արագ հիմա խաղարկեց Ռեալ Մադրիդի գնդակը, Մանուկյան լեցին գնդակը հիմա նորից Mainz-ի ֆուտբոլիստները, Կիրակոսյան, Եղեցիկ անցում հիմա Կիրակոսյանից, թողնում է թիմակցին, Հովանեսյան, Կիրակոսյան, հարված և նորից փրկեց Ալիրեզան, հեռացված է գնդակը, այստեղ էլ խաղի կանոնները խախտում է վերջին պահին Հարութ Յախանյանը։ Խաչատրյանը լավ գործեց պաշտպանությունում, թողնում է թիմակցին, Յախանյանը աջ եզրում է։ Երկար փոխանցում Մանուկյանին չստացվեց, Մանուկյանի մոտ պայել գնդակ եւ հարված կատարել, արագ հիմա էլ Mainz-ն է անցնում գրոյի, Վարդան Հովանեսյան։ Մայլ Արսեն Հովանեսյանն է մի փոքր դանդաղում, բայց ի վերջո փոխանցեց թիմակցին։ Արխարկումներով շարժում են առաջ Mainz-ի տղաները, Հովանեսյան թողնում է մյուս Հովանեսյանին, հեռար արված եւ Ալիրեզան է նորից գեղեցիկ սեյվով փրկում իր թիմին, անկյունային կտեսնենք Ռեալ Մադրիդի դարպասին։ Կիրակոսյանն է իմել փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Շարունակում է մնալ Mainz-ի մոտ գնդակը, Գևորգյան։ Ալեցի վերջո Ռեալ Մադրիդի գնդակը հիմա հակագրում են Էրիկ Մանուկյան, ձախ եզրում է, թողնում է թիմակցին, բայց այստեղ էլ Հովանեսյանը եկավ պաշտպանությունում օգնելու թիմակիցներին եւ խլեց գնդակը։
Արսեն Հովանիսյան, անցումը չստացվեց Հովանիսյանի։ Նորից Մանուկյան։ Տուգանային հրապարակ, բայց նորից խլեց Մայցը գնդակը։ Եվ այստեղ է լավ գործեց հիմա պաշտպանությունում Եղիազարյանը արված Համբարձումյան փրկեց իր թիմին նորից արտակ։ Համբարձումյանը կրակոցը տեսանք, հիմա էլ Անուշավան Եղիազարյանի, հիմա էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք անկյունային հարված։ Փոխանցում Տուգանային հրապարակ։ Հեշտությամբ անցան Սևեշը Մայցի տղաները, բայց շատ արագ խլեց Ռեալը գնդակը։ Հավասար պայքար է այս պահին ընթանում երկրորդ խաղակեսում։ Յախանյանն է հիմա աչեզրում հայտնվել, շարժվում է առաջ։ Յախանյան փոխանցեց Աբովյանին արված և գոլ 3-1։ Արսեն Աբովյան 3-1 հիմա կարողանում է ի վերջո Ռեալ Մադրիդը այս խաղակեսում գոլեղենակ դառնալ եւ արդեն 2 գոլի առավելություն են ստացել Ռեալի ֆուտբոլիստները նորից գրոհում են եւ Յախանյան հարված բայց շեղը ընթացավ նրա հարվածը նորից տեսնում ենք լավ գրոհ են կազմակերպել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները Այս պահին արդեն դիմակայությունում 3-1 է հաշիվը նորից Ռեալն է գրոհում Աբովյան ձախ է մի փոքր ակտիվացել է Արսեն Աբովյանը Աբովյան խաղարկում է թիմակցի հետ և հարված փակեցին այս պաղվածի ճանապարհը հարված կատարեց Արման Հակոբյանը խլեց գնդակը ի վերջո պահում է իր մոտ հիմա Հակոբյանը գնդակը և խախտեց ի վերջո Խաչատրյանը աչեզրում կանոնները Սուլի չկա, փոխանցում Տուգանային հրապարակ Խաչատրյանը հեռացնում, երկրորդ հեռացումը Գևորգյանից, հիմա էլ կարող է հակագրոհել, տեսնում ենք Մայցը, նեղություն, բայց պաշտպանությունում լավ գործեց Արմեն Ապերյանը, որից հեռացված է գնդակը, այստեղ Հովանիսյանը բայց գնդակը, բայց Ապերյանը նորից հեռացնում է գնդակը, տեսնում ենք, որ ակտիվ է մեկնար խաղադաշտ մտել Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը Մայցն է խաղարկելու գնդակը Պերիխանյան, հիմա էլ Պերիխանյանի խլեցին գնդակը և հեռացրին գնդակը երկրորդ տեմպով է շարունակվում Մայցի գրող Խաչատրյան Ռախեզրում է հիմա Գեղամ Սարգսյանը, Սարգսյան թողնում է Պերիխանյանին անցումը հրաշալի էր Պերիխանյանի հարվածը փակեց Մադրիդի
Հարցող այստեղ էլ փոխանցումը չստացվեց Աբովյանի, մի փոքր շտապեց Արսեն Աբովյանը, բայց եզրային նետում վաստակեցին ի վերջո Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Նորից հեռացված է գնդակի, հիմա կարող է հակագրոհել Մայցը, Կարապետ Կիրակոսյան։ Տեսնենք ինչ կանի, հեռար արված, բայց բարձր ընթացավ, ի վերջո Ալի Ռեզան դիպչեց գնդակին եւ անկյունային է լինելու Ռեալ Մադրիդի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, շարունակում է մնալ Մայցի ֆուտբոլիստների մոտ։ Շատ հեշտությամբ անցան կիսադաշտը Ռեալի ֆուտբոլիստները, Աբովյանն է ձախ եզրում։ Փոխանցումը նրա փակեց, հիմա Խաչատրյանը։ Հիմա լավ է գործում կենտրոնում Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը Աբովյան։ Անկեր է փոքրում։ Եվ ի վերջո հետ են վերադարձնում դեպի դարպասապահ Ալի Ռեզան։ Անկյունային է իրացեցին Ռեալի ֆուտբոլիստները, հարված Արտակ Համբարձումյանն է փրկում իր թիմին, կարծես թե մրցավար հետ վիճելու համար, տեսնում ենք, որ դեղին քարտ ստացավ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը։ Թիմի ավագն էր Արսեն Հակոբյանը։ Այլ վտանգավոր մի փոքր գործեցին այստեղ Մայցի ֆուտբոլիստները, բայց կարողացան պահել իրենց մոտ գնդակը։ Պերիխանյան, Մարկոսյանի հետ է խաղարկում, Մարկոսյան փոխանցում Ալի Ռեզան է փրկում իր թիմին եւ անկյունային է լինելու նորից Ռեալ Մադրիդի դարպասին։ Խաղարկեցին հիմա անկյունային հարվածը Մայցի ֆուտբոլիստները եւ վարված շատ վտանգավոր էր հիմա Վարդան Հովհաննիսյանի հարվածը։ Երկար փոխանցում դեպի Մանուկյանը, Մանուկյան հարված նորից փակում են նրա հարվածի ճանապարհը, անցնում է Մայցը գրոհի,
Վարդան Հովանիսյան եւ փոխանցումը չստացվեց, պաշտպանն էլ հեռացրեց գնդակը։ Խաչատրյանն է հիմա էլ փափուկ փոխանցում կատարում դեպի Մարկոսյանը, բայց փոխանցումը ուժեղ էր Խաչատրյանի եւ հարված ենք տեսնելու Ալիռեզայի դարպասից։ 8 րոպե մնացել սիրելի ֆուտբոլասերներ հանդիպման ավարտին։ 3-1 հաշվով այս պայն հաղթում են Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները Մայնցին։ Նորից Ռեալն է գրում, Աբովյան թողնում է թիմակցին, Յախանյան եւ փոխանցումը չստացվեց հիմա Յախանյանի, հիմա էլ անցնում է գրոյի շատ արագ Մայնցը, Մարկոսյան, բայց հրաշալի հիմա պաշտպանվում Եղիազարյանը նրա դիմաց։ Մնում է գնդակը Մայնցի մոտ, Պերիխանյան թողնում է Հովանիսյանին։ Սարգսյան խաղարկում է Մարկոսյանի հետ, Մարկոսյանը ձախեզրում է, Մարկոսյան եւ Տուգանային հարված է հիմա վաստակել վտանգավոր դիրքում Մայնցը, տեսնենք ինչպես այս ստանդարտը անցկացնեն Մայնցի տղաները։ Եվ տեսնենք Մարկոսյան արված եւ փրկում է հիմա Ալիռեզան եւ անկյունային նորից Ռեալ Մադրիդի դարպասին մի փոքր տեսնում ենք այս րոպեներին ճնշել է Մայնցը Ռեալ Մադրիդին պետք է նրանց 1 գոլ գոնե մի փոքր կրճատեն հանդիպման հաշիվը Մել Հովանիսյանն էր հարվածում Մայլ Մարկոսյանն է գնդակով Խանցեց թիմակցին արված և գոլ Գոլ եղինակ է դառնում Արսեն Հովանիսյանը և կրճատում է մի փոքր հանդիպան հաշիվը Մայնցը Արսեն Հովանիսյան 3-2 նորից անցնում են գրոյի Մայնցի տղաները Հովանիսյան նորից հիմա Արսեն Հովանիսյանն է արված կատարում Ալիռեզան է փրկում իր թիմին ակտիվացան այս րոպեների ընթացքում Մայնցի ֆուտբոլիստները փորձում են մինչև հանդիպան ավարտը հավասարեցնել խաղի հաշիվը Վարդան Հովանիսյանն է հիմա էլ գնդակով Հովանիսյան փոխանցում հեռացված է գնդակը Այստեղ էլ Գևորգյանը անհաջող գործեց Մենք տեսնում ենք Ռեալն է անցել գրոյի, Էրիկ Մանուկյան շարժվում է առաջ, թողնում է Աբովյանին, բայց պայքարում է Խաչատրյանը նրա դիմաց և ինչ էր հիմա, սիմուլյացիա է հիմա, տեսնում ենք, սիմուլյացիա է
դիմել այստեղ Ռեալ Մադրիդի խաղացողը Արսեն Աբովյանը եւ դեղին քարտով է զգուշացնում Krachzig, Achtung! Տեսնում ենք մի փոքր դադար է հիմա մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, կարծես թե վնասվածք է ստացել Mainz-ի ֆուտբոլիստը Թեժ պայքարը տեսնում ենք ընթանում խաղադաշտում սիրելի ֆուտբոլասերներ, մեկը մյուսից գրոներ, մեկը մյուսից գոլեր եւ հանդիպան ավարտին ընդամենը 2 րոպե մնացել սիրելի ֆուտբոլասերներ, այս պայն 3-2 հաշվով հաղթում է Ռեալ Մադրիդը Mainz-ին բայց Mainz-ի ֆուտբոլիստներն էլ տեսնում ենք Լարված պայքար են առաջարկում մեզ Ռեալն է շարժվել առաջ Գոր Մանուչյանը թողնում է Աբովյանին փոխանցում եւ Սարգսյանը վերջի պայն հեռացեց հիմա կարող է հակագրել Mainz-ը շարժվում է առաջ նշան Մարկոսյանը փոխանցել է պետք բայց այստեղ հապաղեց Մարկոսյանը ոչ Տուգանային է վաստակել ի վերջո Mainz-ը այստեղ հայկանները խախտեցին ի վերջո նշան Մարկոսյանի հետ պայքարում Նա տեսնենք Հովանիսյանն է գնդակին մոտ, թեժ պայ է հիմա մեզ մոտ, վերջին րոպեներն են, կարող է հիմա հավասարեցնել հանդիպան հաշիվը Արսեն Հարությունյան այս Տուգանայինով, նա սուլի չկա Արսեն Հովանիսյան, երվից հարված և գոլ! Գեղեցիկ գոլ հեղինակ է դառնում Արսեն Հովանիսյանը և հավասարեցնում հանդիպան հաշիվը 3-3 Արսեն Հովանիսյան 3-3 հետաքրքիր հանդիպում է մեզ մոտ ընթանում սիրելի ֆուտբոլասերներ գերլարված հանդիպում խոշոր հաշվով հիմա տեսնում ենք երություն գեր գոլարատ խաղ ոչ թե խոշոր հիմա Ռեալն է գրոում Հարված հիմա Սարգսյանն է փակում այս հարվածը անկյունային լարված րոպեներ են մեզ մոտ ընթանում սիրելի ֆուտբոլասերներ անկյունային է վաստակել Ռեալ Մադրիդը փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարված չկարողացան կատարել հիմա Ռեալի ֆուտբոլիստները կարող է հիմա էլ հակագրել
Մայնցի եւ Խայկաուները խախտեց այստեղ։ Ռեալ Մադրիդը եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ, հանդիպումը ավարտված է դրամատիկական պայքարում։ Թիմերը ոչ ոքի գրանցեցին 3-3 ավարտեց հանդիպումը, ամեն ինչ վճռվելու է երկրորդ հանդիպումում։ Հիմա մեզ մոտ մի փոքր դադար կվերադառնանք մի քանի րոպեից։